Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, նախ եւ առաջ խորին շնորհակալություններ USA Armenian Life-ի եւ Հայկյանքի ոչ կուսակցական անկախ լրատվական գազագերբության ամիջական գործակիցներուն ի հայրենիք եւ սպյուրս աշխարհի, որ անցյալ շաբաթվա հաղորդումը շրընթալից պատկամ որպես ընդունեց մեր հայ ժողովուրդը եւ հայրենիքի եւ սպյուրքի դարասին շրընթալից հաջողությամբ պետք է ասել որ այս հաջողության մեջ իրենց լուման ունին անզանոթ բայց օրը պիտի դառնան զանոթ քրչագից եւ քաղաքարագից զինվորներ որոնք անցյալ շաբաթվա հաղորդումի խիստ կարևոր պատկամը իր երկու բաժիններով որ առաջինը գվերապերեր ներքին 5-րդ շարասյան եւ աշխարհակաղակական այն զարգացումներուն եւ որոնց գիզագետին հայտնված են միջև հիմա գշարնագեն հայտնվիլ Հայաստանի եւ հայկական պետության ներքին թշնամիները հովանավորությամբ արտաքին թշնամիներուն եւ երկրորդ բաժինը որ նույնպես ան բաժան մեկ մասնիկներ այդ 5-րդ շարասյան մաս կազմող Ռոբո Սերժ Կարեկին այդ երյակը անգլերեն Triumvirate գսվի ես պիտի ասեի Triumvirus այսինքն երավիրուս որ այսօր հայկական պետականության հիմքերը գործե թույլատրել եւ գազմականել ուրեմն նախորդ 5 շաբաթվա ընթացքին հաղորդումները ըստ երևույթին ամենաըզգայուն գեդերին խփեցին 5-րդ շարասյան Ռոբո Սերժականներին եւ Կարեկինաբաշտերին, որոնք սկսան հայհոյել ասենք YouTube-յան ալիքի վրա, Facebook-յան ալիքի վրա, սկիզբը ուրեմն բազմաթիվ հեռուստադիտողներ բանջեցին, որ իրենց այդ լուդանքները, հայհոյանքները չնչենք Սակայն վերջերս քանի որ սպյուրքի անվտանգության վարչության աշխատակիցները գապ սկսան հաստատել, սկսան բահբանել միջով որ այդ աղբյուրները իմանանք, թե իրենց իսկական ինքնությունը ովքեր են, հետո բանից դուրս եկավ, որ սպյուրքի անվտանգության վարչության աշխատակիցները բացահայտեցին, որ այդ հայերենով, մաքուր հայերենով մեր վրա հարցակողները եւ հայհոյանք եւ թարախ թափողներուն խոշոր մասը ուրեմն սովետա օսմանիա ազերի այդ զակում ունեցող այդ տեսակ դարեր են իհարկե նաեւ ունի դժբախտաբար մեր ժողովուրդը ունի իր բաժինը մեծն կարեկին նշտեի նկարագրած մենք մեր դժբախտուն այն չէ որ աշխարհում թուրքեր կան, այլ թրքանման հայեր կան։ Ուրեմն այս ֆոնի վրա մեր աշխատանքները կշարունակենք եւ գարջ վերլուծումը աշխարհակաղակական դեսանգյունեն դիտված, թե ինչ կկատարվի այսօր, երբ Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը թեգուզ բարե թշնամիներ են, ասեն frenemies, բարեկամ եւ թշնամիներ, բայց իրականության մեջ թշնամիներ են եւ երեք պետություններն ալ երեք ասենք դարածքաշրջանային հզոր պետությունները որոնց նաեւ գուկա միանալու Ադրբեջանը իր նավթի շնորհիվ ուրեմն այս պետությունները գործեն իքին ամեն ինչի դիրանալ Սյունիքին որ Հայաստանի Հանրապետության հարավային թարբասն է եւ ըստ երևույթին ոչ Ռուսաստանին, սովետական, FSB-ական, բուտլերական Ռուսաստանին, ոչ նեո-օսմանյան երազանքներ հետապնդող այսօր այսպես կոչված Թուրքիային, ոչ ալ Ադրբեջանին, ոչ ալ նաև Իրանին, որովհետև թեկուզ Իրանը բարեկամական երկիր է, սակայն ասենք բարեփոխություն Հայաստանի Իրանի պետությունը լիուլի գահարքե եւ գսադարե հայկական պետության ինքնիշխանության եւ հողային ամբողջականության
Ուրեմն մենք անցյալ հաղորդումին թեգուզ խոսեցանք թե ինչպես հավաքական արևմուտքի ղեկավարություն եւ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներու ռազմաքաղաքական շրջանակները վերջնական որոշումի եկած են, որ այսօր այսպես կոչված ռուսական դաշնությունը, որ 1920-ին ի վեր, 1918-ին ի վեր, առաջին աշխարհամարտին ի վեր անընդհատ bail-out կլա, այսինքն վերջին րոպեին օգնություն կստանա, որ իր հոգեվարքեն դուրս գա եւ ծևոմը իր քոյությունը շարունակի։ Նույնպես եւ առաջին աշխարհամարտին ետքը, երբ Թուրքիան, Օսմանյան գասության իրավահաջորդ Թուրքիան ցաներ բարդություն գրած էր եւ ենթակա էր մասնատման, մի 10-րդ ժամին անալ ճագերդյալ փրկվեցավ, ուրեմն ըստ երևույթին այս երկու գայսություններ իրենց գայսերաբաշխական էություն, ասենք որակավորող եւ տասող այս պետություններու բիդանիլությունը արևմուտքին համար հասած է իր ավարտին եւ մենք երբեք բեք չէ զարմանանք, որ օրը պիտի գա, արդեն գիտենք ինչպիսի դարածքաշրջանային լարվածություն կա ներկայիս Իսրայելի եւ Թուրքիո միջև Սուրիան ունենալու որպես գրվախնձոր, նույնպես եւ ասենք Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև Ուկրաինան ունենալու որպես գրվախնձոր։ Ուրեմն չզարմանանք, որ օրը պիտի գա եւ երկու այս գասերաբաշխական նկրդումներ ցուցաբերող այսպես կոչված այս բեդությունները, որ Օսմանյան գասության իրավահաջորդը գսեվի այսօր այսպես կոչված Թուրքիան, ինչպես եւ ռուսական դաշնությունը ցարական Ռուսաստանի, գայսերական ցարական Ռուսաստանի, նույնպես եւ սովետական Ռուսաստանի իրավահաջորդն է։ Եվ օրը պիտի գա, պիտի տեսնենք այս քարտեզը, որ էկրանի վրա միասին դիտենք, տեսեք ինչպիսի փոքրամասնություններու ասենք ասկային իղծերը բավարարող պիտի ունենանք դարածքաշրջան հայկական լեռնաշխարհի արևմուտքը եւ Հունաստանի արևելքը, որ կգոչվի հունական տեսանկյունեն Անատոլիա եւ հայկական տեսանկյունեն արևմտյան Հայաստան եւ միջև արևելյան միջերկրական ծովապ։ Ուրեմն այս քարտեզի վրա տեսնենք եւ ցանոթանանք, թե ինչպիսի մասնադում կսպասի Թուրքիային։ Թեգուզ կարող է մի քիչ երկար դեվել գարտնը մարդկանց համար, բայց գխորիմ թե շատերս կարող է ես չտեսնեմ, բայց այս սերունդի անդամներեն որոշ հատվածներ, հատկապես նոր սերունդը պիտի որ ականատեսը լան այսօր այսպես կոչված Թուրքիայի մասնատմանը։ Իսկ ինչ կվերապերի Ադրբեջանին, դիտենք միասին էկրանի վրա քարտեզը եւ ցանոթանանք այն փոքրամասնություններուն, որոնք միջև այսօր արգա են եւ Ադրբեջանի այսօր այսպես կոչված Ադրբեջանի դիկտատորա Ալիևը 2020-ի աշնան 44 օրյային ինչպես չարաշահեց թալիշներին, ուդիներին, լեզգիներին եւ այլ փոքրամասնություններին անոնց առաջ քշելով Արցախյան ճակատ եւ շատերը թշպախտաբար իրենց ցանկը գործունեցին մեր հուժգու գամք ունեցող եւ քաչարի զինվորներու դեղադարապ փամփուշներու ներքև, բայց բարեփոխտաբար նաեւ Սելջուկ ազերիները իրենց ցանկը գործունեցին։ Ուրեմն քարտեզի վրա ինչպես որ ցանոթացանք, այսպիսի աբակա կսպասե այսօր այսպես կոչված Ադրբեջանին։ Իսկ Ռուսաստանին ինչ կսպասե։ Ռուսակետներ եւ սովետակետներ, նույնպես եւ ցարակետներ այս քարտեզը ուրեմն հրաբարակած են եւ վերջերս մենք ցանոթացանք այն փաստին, թե ինչպես Orient Express, այսինքն արևելյան քնածք անունով
շարժումը սկսած է հավաքական արևմուտքի մեջ, որ գուղվի թեպի միջև Ասիո դապաստանները, նույնիսկ միջև Խաղաղական օվկիանոս, որովհետեւ այսօրվան Եվրոպայի մայր ցամաքը ընդլայնվի միջև Խաղաղական օվկիանոս, այո, եւ եվրոինտեգրացման շարժումը պիտի որ իր բարեհաճող լուրումին հասնի, ինչպես եւ նաեւ այսօր այսպես կոչված Թուրքիո դարածքին միջև Կասպից ծով, քիչ առաջ քարտեզները տեսան, եվրոպական միության մայր ցամաքը եւ նաեւ միությունը պիտի որ ընդարձակվի եւ այդպեսով աշխարհը պիտի ունենա ազատ պետություններու ինքնիշխան պետություններու հզոր ակումբը եւ որուն գլխավոր նպատակն է ցևոմը գաշկանթել եւ շրջափակման մեջ առնել այսօրվա Չինաստանը, որովհետեւ իրականության մեջը Ամերիկայի Միացյալ Նահանգներու հիմնական նպատակն է իր ուժերը գետրոնացնել Խաղաղական օվկիանոս, որովհետեւ Չինաստանի գայսերապաշտական ընդլայնումը ցևովը, ասենք, վերահսկողության ներքև տնե։ Մենք ադորալ պիտի ականադես ըլանք։ Իսկ ինչ կվերապերի մեր հայրենի հայկական պետականության ներսեն սպառնացող 5-րդ Չարասյան ռսաստրուկների, ովքեր իրենց բուտլեր բաբայի հովանավորությունը վայելելու ասենք ուրախության ներքո ամեն ինչ կփորձեն անել հայկական պետականությունը գազմականթել եւ այդ ներքին 5-րդ Չարասյան գլխավոր թերագադարները մեկը անշուշտ գիտենք Ռոբերտ Քոչարյանին, նույնպես եւ Սերժ Սարգսյանին եւ ինչպես որ ֆրանսացիները գսեն il y a jamais 203 չիգա երկու առանց երրորդի եւ այստեղ երրորդը քարեկին բն է այս հաջորդ տեսանյութի մեջը միասին մենք դիտենք եւ զանոթանանք հայր Խորեն Հովանեսյանին որ քաչարի վգագա անտիսանա եւ ներքին ձալքեր կփանա 44 օրյայի ընթացքին քարեկին բի մաֆիայի թավաճանական կորձունեությունը Արցախի մեջ եւ ինչպես որ այսօր գիտենք քարեկին երկրորդի մյուս կորձակալը Շիրագի թեմի չարաշնորհ Աչաբահյանը ինչպիսի սև աշխատանքներ կդանի այդ մասին ուրիշ արդի հիմա դիտենք եւ զանոթանանք այս տեսանյութին եւ կշարունակենք մեր զրույցը եւ իր մեկնաբանությունը ցեզի պիտի ներկայացնե հանրահայտ հրաբարակախոս եւ հրաբարակակիր բարոն Ոսկա Մխիթարյան նա ուղղակի մասնագիծ է Արցախի հայաթափմանը մեղսագիծ է Բաքվին եւ Մոսկվային հիմա 4 տվյալներ եմ տալիս թող պատկան մարմինները ինձ լսեն խնդրում եմ եւ հետեւություն անեն ուրեմն նա 22 թվականի նոյեմբերի 4-ին Պուտինի հրամանագիրով շքանշան է ստանում դրանից 1 ամիս անց 22 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակումը սկսվում էր շքանշանը ստանում է որ 100%-անոց համագործակցի Բաքվի եւ Մոսկվայի հետ եւ ծպտուն չհանի հիմա տեսեք հաջորդ քայլը ինչ է անում 23 թվականի ապրիլին արդեն բլոկադա էր ժողովուրդը կիսասոված մեր հայրենակիցները Արցախում պարտադրում է որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը լքի Արցախը եւ գա Հայաստան բլոկադա 23 թիվ ապրիլ ամիս Սրբազանը դիմադրում է երկար ասում է այս վիճակում ժողովրդից ոնց թողնեմ գամ իբր ինչ որ ժողովի պատրվագով ասում է հիմա ես FSB-ով քեզ բերել կտամ հետո էլ հետ կտանեմ Սրբազանին համոզում է FSB-ն նրան բերում է Հայաստան եւ երբեք հետ չի անում երբեք Ղարաբաղ չի կարողանում վերադառնալ Բարոն Չապարյան
Խորեն Վարդապետ Հովհաննիսյանի բացահայտումները անգասկած որ բոլորս կվրդովեն։ Ճիշտ է, շատ հայտարարություններ իր կողմը կատարված արդեն հրաբարակի վրա են, բայց հետաքրքրականը այս է, որ ինքը անձնապես որպես Քարեքին Գաթողիկոսի քավազանագիր մոդեն ծանոթ է այս բոլորին եւ կկատարի իր բացահայտումները ինչու հանուն հայ եկեղեցու փրկության։ Մենք այս հայտարարությունները գնենք ոչ որովհետև մտահոգ ենք Քարեքին Գաթողիկոսով, մտահոգ ենք Սուրբ Աթորով։ Եվ այդ աթոր այսօր թշպախտապար բռնազավթված է, այնպիսի անձի մի կողմ է, որ ոչինչ ունի գրոնական իր մեջ։ Հոս է հարցը։ Մենք կփորձենք հայ եկեղեցին տեսնել վերագանքնյալ։ Անհատներով չէ, որ այդքան պիտի սպաղենք։ Ճիշտ է, խորեք Քարեքին Գաթողիկոս դերն ու դիրականն է, սուր գջոջե, ցախ եւ աչ, բայց մնայուն բան չկա, սիրելիներ։ Քարեքին Գաթողիկոս այսօր կա, վաղը կգրնա չլալ։ Եկեղեցին գա եւ պիտի մնա։ Ես ու տուն ինչ պիտի անենք, որ այս եկեղեցու դեր գանքնենք, որբեսի Քարեքին Գաթողիկոսի նման մարդիկ չշարաշահեն հայ եկեղեցին հանուն իրենց անհատական շահերուն եւ կամ իրենց հավաքական շահերուն, որոնց մեջ գինան նաեւ անցյալի քաղաքական թեմքերը, օլիգարխները, ինչպես նշեց Վարոն Շապարյանը այս բարակային։ Արտուտյան մեր այս կոչերը գնենք, որովհետև սիրելիներ թուք եք եկեղեցին, մենք ուզենք, որ դեր գանքնիկ եկեղեցվո։ Դեսակ քիչ առաջ, ինչպես մեկնաբանեց Վարոն Շապարյանը, որ քաղաքական վերուվայրումներ կան, 4 կողմ։ Մենք կրնանք զոհ երթալ, մեծ քեր դերբեդություններում շահերուն։ Այս բոլորին իդես պիտի արթնանք, պիտի միապանվենք, դեսնենք ճշմարտությունները, դեսնենք մեր անցյալի սխալները, որովհետեւ չգրտնենք։ Այսօր մեջ կարևոր թեր ունի միշտ կսենք եկեղեցին։ Եկեղեցին միշտ ունեցած է այդ թերը։ Այսօր թերացած է։ Եվ այդ թերացումը մեզի ցեզի իրավունք կտա խոսելու այդ մասին, որբեսի բարեկարգյալ եկեղեցի ունենանք։ Եթե անհրաժեշտություն կա, միասնապար պետք է դուրս թրվին բոլոր անոնք, որոնք կչարաշահեն եկեղեցին։ Հոս է հարցը, սիրելիներ, հաջախ ինձի հարց կուտան։ Ինչ պիտի փոխեք, այս մասին անընդհատ կխոսին։ Ես չէ որ պիտի փոխեմ, սիրելիներ։ Մեր ռազը արտնության գոչ է։ Եկեղեցին թունես, ես եմ, անե, մենք ենք եկեղեցին։ Եթե անդարբեր վարվինք, ինչ որ այսօր բարեկամներս մեկը Մոնտրեալին ասավ, աման ջանում, ասանք եկած է, ասանք կերտա։ Ոչ սիրելիներ, եկած է ժամը, որ մորնանք այդ հայտարարությունները։ Չկա ասանք եկած է, ասանք կերտա։ Ժամանակը հասած է, հայրենիքը մեզի պետք ունի։ Ժողովրդին 75% հայրենիքեն դուրսն է։ Հետևաբար այդ 75%-ը հրաշքներ կրնա կործել հայրենիքի համար։ Եվ մանավանդ մեր եկեղեցական եւ մշակութային կյանքերներս այսօր թշկոտություններ շատ կան, թե ինչ կվատայի հայրենիքներս, ինչ փոփոխություններ կան, ովքեր կբարդատրեն, որ թրոցեններս ինչ պիտի լա եկեղեցին, այս բոլորը գնացենք որ բոլորսալ գգարտան։ Բայց աշխատանք պիտի դանենք, որ այս նեղազությունը փոխենք։ Բոլորսալ գիտենք, որ հայ եկեղեցին ջահիջի մեջ է։ Եկեղեցականները թերացած են իրենց բարդականության մեջ։ Չկա հոգևոր սպասավորություն։ Այլ կա միայն մամոնայի պաշտամունք։ Ամեն մարդ իր հանգիստին գնայի։ Ուր մնաց մեր ժողովուրդը։ Նայեցեք արևելքի ժողովուրդը ինչ տարաբանքի մեջ է։ Ըլլա Լիբանան, ըլլա Սուրիա։
ըլլա այլուր հայության վիճակը այդքան փայլուն չէ բայց ամեն անգամ գսենք որ համախմբող մեծ ուժը եկեղեցին է եւ այդ ուժը մեկ եկեղեցի է չգրնար առնել բայց ցավալինոն է որ այսօր եկեղեցին փռնակրավված է փռնագալի մգոմ է Բարոն Մխիթարյան բազմաթիվ հերոստատողներ հարց կուտան թե ինչպիսի կորձնական քայլերու պետք է թիմե հայրենի ժողովուրդը Ոչ միայն հայրենի ժողովուրդը բարոն Չապարյան, այլ նաև 75% ինչպես ասենք հայության դուրսը, ըսպիրտնալ նույնքան կարևոր թեր պիտի խաղացի։ Բոլոր թեմերու մեջ եկեղեցիները ամեն անգամ կգրտենք ցեզի կպատկանեն։ Մի գենակ լուսանցքի վրա անդամակրվեցեք ցեր եկեղեցիներուն։ Շատ կարևոր է բادرակի երթալ արարողությամբ ներգա ալալով Դուք եկեղեցվո դեր չեք կրնար գանքնի։ Բարդավոր այդ փարոյական բարդավորությունը դուք ծեր վրա տրեք, ցեզի համար արյան գան չլա։ Կարևոր չէ որ թեմ մնեք։ Կացեք եկեղեցվո անդամ եղեք, որովհետեւ ծեր ասելիք ունենաք, սիրելիներ, շատ կարևոր է։ Գոմ գնալով համը չեք կնար փոխել։ Եթե գան առաջնորդներ, որոնք կշարաշահեն այրենց թեմի ժողովուրդը այդ առաջնորդները հերացուցեք ծեր իրավունքն է բայց ինչպես կանոնակրություն կա կացեք անդամակրվեցեք եւ գրնակ այդ առաջնորդը հերացնել այդտեղեն որովհետեւ այդ առաջնորդը ավելի կչարաշահի եկեղեցին քան գսպասարգե եկեղեցու շատ խոսած են այս մասին ամենուրեք կա այս հիվանդությունը Հետևաբար, որբեսի գարենա եկեղեցին առողջանալ, կացեք անդամակրվեցեք եւ կանոնակրությունը քիչ սերդեցեք, որովհետեւ այդ կանոնակրությունը ցեզի մեծ իրավունք կուտա։ Աշխարհականներն են որ պետք է ղեկավարեն եկեղեցին։ Առաջնորդը քահանան վարդապետը բարձրապես դնդեսողն է եւ ենթակա աշխարհական այդ վարչագազմին անոր անդամ եղեք որբեսի դեր գանքնիկ եւ ծեր ասելիք ունենաք շատ կարեւոր է սիրելիներ ժամանակը հասած է անոր համար միշտ կխոսին բիդի փրկենք եկեղեցին միասնաբար Շնորհակալություն բարոն Մխիթարյան հարկելի հայրենագիցներ ասկագիցներ բարոն Մխիթարյանի նշած գեդը շատ կարևոր է հատկապես հայրենի մեր ժողովրդին համար որովհետև ըստ երևույթին առաջին հանրապետության սովետականացումեն աստին հայրենի ժողովուրդը հայաստանյաց առաքելական եկեղեցվո ընտանիքի անդամ որպես զրկված է առանցին թեմական առաջնորդները ժողովրդական ցայներով ընտրելու իրավունք են։ Ուրեմն լավ լուրը այն է որ այսօր Հայաստանի Հանրապետության մեջ քանի հատ որ թեմեր կան հայրենի մեր ժողովուրդը իրավունք ունի հիմնադիր ձխական ժողովներ կազմակերպելու եւ ամենչապես Հայաստանյաց առաքելական եկեղեցու օրենսդրությունը կորզաթրելու ինչ կնշանակի կնշանակի ինչպես որ դեղական ինքնավարման մարմինների ընդրություններ կլան կամ ասկային ժողովի անդամների ընդրություն կլա կամ նույնպես քաղաքապետների նույնը եւ ազատ աշխարհի մեջ ինչպես որ թեմերը թեմականները որոնց չախճախիչ մեծամասնությունը աշխարհականներ են իրենք կընտրեն թեմական առաջնորդները եւ ոչ թե օրվան ամենան հայոց հայրաբեդը կնշանակե օրվան հայրաբեդը ամենան հայոց հայրաբեդը ասենք նույնիսկ Վասկեն առաջինի երջանկայաշտակ Վասկեն առաջինի օրով ընդամենը լավագույն տեխնազուները գարաչատվեր եւ յուրաքանչյուր թեմ այդ տեխնազուները ասենք
գքննարկեր եթե իրապես իրենց համար պետքական տեխնազուներ են գնդրեին որպես թեմական առաջնորդներ նույնը եւ մեծ ընտանին Գիլիգիո Գաթողիկոսը արամ առաջին վեապարը իր հերթին տեխնազուներ գարաչարգե եւ առանցին օրինակ համար Արեմդյան Միացյալ Նահանգներու ասկային առաջնորդարանը որ խոշոր մասով աշխարհականներ կղեկավարեն զանազան ասենք համայնքները ընդրված պատգամավորներ գնդրեն թեմական առաջնորդը իսկ նույնպես եւ ամենան ասենք հայոց կաթողիկոսյան էջմիածնի թեմի պատկանող ձխականները որոնց չաղճաղիչ մեծամասնությունը աշխարհականներ են նույնպես գնդրեն իսկ ինչու վերջերս Բուլղարիայի մեջ բուլղարահայությունը այսպիսի մեծ դժվարության հանդիպեցավ որովհետև Բուլղարիո Ռումանիո առաջնորդը ժողովրդնդիր առաջնորդ չէ այլ Կարեկին բի գողմե նշանակված Կարեկին բի մաֆիայի անդամ անհատ մնե որ հոգևորականեզը ամեն բանի գլմանի եւ անցյալ հաղորդումներում դուք ցանոթացաք բարոն Մխիթարյանի բացահայտումներում թե ինչպես կփորձե քանթել հոգևոր ցանկը եւ հոգևոր սնուցման կորձընթացը եւ նույնպես ինչպես կփորձե նվիրյալ քահանա ուրեմն Արմեն Մելքոնյանի պես նվիրյալ հոգևորականիմը պաշտոնազրկել եւ գարկազրկել ասի չլսված բան է բայց ըստ երևույթին սովետա FSB-ական ներկա ժամանակներուն նախկին սովետի դարածքին ներառյալ նախկին սովետական արևելյան Եվրոպայի դարածքին որուն եւ մաս կգազմե Բուլղարիան եւ Ռումանիան այսպիսի երևույթներ ատկանալ ասենք անագնկալ բեկչե թվին մեզի սակայն լավ լուր այն է որ ինչպես որ չինացիք կսեն 1500 քայլ պահանջող ճանապարհությունը կսկսի առաջին քայլով եւ առաջադրանքը այն է որ Հայաստանի մեջ ինչպես որ անգլերեն կսեն pilot project մեր հավատացյալ հայրենագիցները իմի կարող են կալ եւ որոշեն առաջին թեմը սկսիլ կորձընթացը որբեսի յուրաքանչյուր թեմ Հայաստանի մեջ սկսի օրենսդրական կարգով ժողովրդավարական իր իսկական ստատուսը վերականգնի ինչպես որ ազատ աշխարհի մեջ բոլոր թեմերը ժողովրդավարական իրենց ստատուսը վերականգնած են թերևս հայրավոր դարիների վեր եւ միջի հիմա գշարնագեն եւ ադորամար է որ ազատ աշխարհի մեջ քարեկինաբաշտ գամ փարոյա զրկված գամ երեխա բղձող գամ ինչպիսի քրեական կորզունեություններու մասնագից եղող թեմական առաջնորդներու պաշտոնավարությունը երկար կյանք չի ունեցած եւ պիտի չունենա փաստը կմնա փաստ որ մենք բազմաթիվ բարեփոխումներու ականադես եղած ենք եւ պիտի շարունակենք գալ ազատ աշխարհի մեջ առաջադրանքը այն է որ նույնպես եւ այդ տիպի ժողովրդավարական նոր շարժումը սկսի հայրենիքի մեջ եւ Պուտինի գողմե եւ ինչպես նաեւ ռուսաց բադրիարքի գողմե առաջ մղվող Բոլոժենյան որ սովետական եւ ցարական Ռուսաստանի ժամանակներեն եկած է դուրս շբրդվի հայկական pedagogiությունը ինքնիշխան էություն մնացրիներ նույնպես եւ հայաստանյաց արաքելական եկեցին ինքնիշխան էությունը է թարերը վեր եւ պիտի շարունակի այդպես լալ